Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչների շինծու դատավարությունը։ Հերթական դատական նիստերի ժամանակ հայտարարություններով են հանդես եկել Արցախի նախկին ղեկավարներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ Արցախի նախկին նախագահ Բաքվի բանտում պահվող Բակո Սահակյանը շինծու քրեական գործի շրջանակներում դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ Արցախյան հիմնախնդիրը քրեական եւ դատական քննարկման առարկա չէ։ Արկադի Ղուկասյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմին Հայաստանի ներգրավվածությանը որպես հիմք նշել է Հայաստանի Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը, ինչն ըստ էության համարվում է լեգիտիմ։ Ղուկասյանը հերքել է ադրբեջանական մեղադրանքներն այն մասին, թե Արցախում դրսից բերված վարձկաններ են եղել։ Արկադի Ղուկասյանը նաեւ անդրադարձել է երկար ժամանակ քաղաքական տեղեկատվական տիրույթում շրջանառվող պատերազմը վաղ փուլում կանգնեցնելու քննարկումներին, նշելով, որ ինքն ու Բակո Սահակյանը պատերազմի ժամանակ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել են, որի նպատակն ըստ էության Հայաստանի ղեկավարությանը միջնորդավորված հորդորելն էր, որ պետք է ամեն ինչ անել պատերազմը կանգնեցնելու համար։ Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, չնայելով իր կացությանը, հաստատել է իր մասնակցությունը Արցախյան պատերազմին, նշելով, որտեղ էլ չի մասնակցել, եթե պետք լիներ կմասնակցեր։ Հարկ է արձանագրել, որ Արցախի նախկին պաշտոնյաները, չնայելով իրենց կարգավիճակին եւ վտանգներին, անգամ Բաքվի զնդանների պայմաններում շարունակում են խոսել հայության իրավունքների մասին եւ պայքար մղել ադրբեջանական կեղծ թեզերի դեմ։ Բաքվում շարունակվում է նաև Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Հերթական դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը ներկայացրել է սոցցանցերի միջոցով Վարդանյանի նամակագրությունները։ Նաև պարզ դարձավ, որ Ադրբեջանի ՄԻՊ-ն է այցելել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, եւ հրապարակված լուսանկարներից երևում է, թե ինչպիսի հյուծված վիճակում է գտնվում 14 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանը։ Վերջին օրերին հայտնի դարձավ նաև, ինչ կտանքների է ենթարկվել Վարդանյանը։ Հաղորդագրությունների համաձայն նրա գլխին երկաթե կոնստրուկցիա են տեղադրել, սեղմել եւ լլկել։ Իդեպ, լուսանկարներից երևում է, որ խոշտանգումների է ենթարկվել նաև Բակո Սահակյանը։ Մարտի 7-ին հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի աուդիոձայնագրությունը, որտեղ նա ուղերձով դիմել է հանրությանը։ Հարգելի հայրենակիցներ, ես այսօր մարտի 5-ն է։ Ես ուզում եմ ձեզ խոսք ասեմ որպես Ռուբեն Վարդանյանը, այնպես ոնց որ ես կամ հայ ոգով, ռուսերեն մտածող, խոսող աշխարհի մարդ, երջանիկ, իմ կնոջ հետ միասին բոլորին силёх եւ ինքնակրթվող եւ ծառայող Աստծուն. Во-первых, хочу всех вас поблагодарить за поддержку меня через ваши молитвы, мысли, письма, просто неравнодушие к тому, что здесь происходит. Я это очень чувствую. И это дает мне много сил и энергии. Мысль материально. Я в хорошей форме, бодр. У меня здорово, все нормально. Я в состоянии полного мира с самим собой и бодр духом, как никогда. Хочу извиниться перед своей любимой женой, своей семьей, всеми родными и близкими, кому сейчас своим решением причиняю боль и волнение. Но вы знаете, у каждого из нас свой путь, и я этот путь выбрал для себя сам. Судьба наша предначертана Богом, а дороги выбираем всегда мы. Даже когда отказываемся от выбора, и этот за тебя делает кто-то другой. Хочу еще раз подчеркнуть, что это мое решение никак не связано со мной, с моим состоянием или моими условиями на содержание в СИЗО, как и в прошлый раз, когда я 20 дней до 24 апреля, 12 часов ночи, 20 дней. Это процесс, это протест против процесса, против того, как идет данный процесс. Я знал, на что это шел, и был готов, и готов к более худшим условиям. И я не жертва, и меня не надо жалеть, потому что это осознанное решение было. Ռուբեն Վարդանյանը դիմելով հայրենակիցներին շեշտել է, որ դատում են ոչ թե իրեն ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին։ Երբ տեղափոխվում էի Արցախ, գիտեի ինչի եմ գնում։ Ինձ մեղադրում են ամեն ինչում, ինչ տեղի է ունեցել 1987 թվականից ի վեր։ Խնդիր չկա, ես պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը դրա համար։ Բայց պատրանք է, թե ձեզ հետո բոլորը հանգիստ են թողնելու եւ դուք հանգիստ կարող եք անել ձեր գործն ու վայելել կյանքը։ Չգիտեմ, ես կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու թե ոչ։ Ուստի ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևէ նեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ, հայտնել է Վարդանյանը։
Վարդանյանը։ Նա առանձին ներողություն է խնդրել նաև Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի կնոջից, Ալվարդից, որին ցավ պատճառելու միտքն իր համար ամենածանրն է։ Նա առանձին ներողություն է խնդրել նաև այն բոլոր երեխաներից, որոնք զրկվել են իրենց հայրենիքից, քանի որ չի կարողացել անել ամեն ինչ, ինչ կարող էր։ Ամեն դեպքում ուրախ է մեկ բանի համար՝ իրեն հաջողվել է որոշ բաներ կանխել, որոնք իր կարծիքով որպես ազգ հային վերջնականապես կկոտրեին։ Ռուբեն Վարդանյանը կոչ է արել չարին երբեք չարությամբ չպատասխանել, որպեսզի այն ավելի չուժեղանա, քանի որ Սումգայիթից հետո տեղի է ունենում Խոջալուն եւ այդպես անվերջ։ Վարդանյանն ընդգծել է, որ իր համար այդ ճանապարհը միշտ անընդունելի է եղել, որովհետեւ այն ապագա չունի, դա միայն փակուղի է, որը ցավոք լավ ելք չի ունենում։ Նա նաեւ դիմել է Բաքվի իշխանությանն ու դատական համակարգին եւ ընդգծել, իր պահանջները նույնն են՝ դատել պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների եւ ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների դիտորդների ներկայությամբ։ Եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ, Վարդանյանը կոչ է արել նաև չխախտել սեփական օրենքները, չկեղծել իր փաստաթղթերը, չնենգափոխել արձանագրությունները։ Մինչ հանրությունը քննարկում է Ռուբեն Վարդանյանի ուղերձը, մարտի 8-ին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանը Բաքվում ընթացող դատավարությունների դեմ անհարկի քարոզչության փոխարեն պետք է գործակցի խաղաղության ուղղությամբ։ Իսկ որպես գործակցության օրինակ Հաջիևը նշում է, թե Հայաստանը պետք է հանձնի նաև ռազմական հանցագործության համար մեղադրվողներին։ Դժվար չէ կռահել, թե ինչ կամում նկատի ունի Իլհամ Ալիևի օգնականը, առավել ևս, որ Ադրբեջանն այդ առնչությամբ նախկինում արել է նաև անվանական հայտարարություններ, այսինքն Ադրբեջանն Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի պահանջում է հանձնել մի շարք գործիչների, որոնք գտնվում են Հայաստանում։ Խոսքն ըստ երևույթին առաջին հերթին վերաբերվում է երկրորդ եւ երրորդ նախագահներին, ինչպես նաեւ այլ քաղաքական եւ ռազմական գործիչների, որոնք ներդրում են ունեցել Արցախյան փառապանծ հաղթանակում։ Հաշվի առնելով վարչախմբի կողմից թշնամու առջև սողալու, հայության իրավունքները շարունակաբար տորպեդահարելու գործելավոճը, ակնհայտ է, որ այս վարչախմբի օրոք մեր հանրությանը հերթական ծանր օրերն են սպասվում։